Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հյուսիսային պողոտան է, օտարերկրացիներն են։ Զբոսաշրջիկներն են երգում, պարում ու մի լավ զվարճանում։ Լավ է անշուշտ, որ զվարճանում են, բայց որքան է օրինական։ Ու այսպես գրեթե ամեն օր մի քանի 100 մետրը մեկ ինչ տեսակ երգ ու պար, երաժշտություն ասես, որ չես լսի մայրաքաղաքի սրտում, հայկականից մինչև եվրոպական գրեթե բոլորն էլ յուրովի աղավաղված։ Առասարակ ցածրորակ բանը միշտ ավելի բարձր է հնչում։ Անպայման վատ երաժշտությունն են բարձր լսում։ Հաստատ որևէ մեքենայի մեջից դասական երաժշտություն բարձր չեք լսել, չէ՞։ Դասական լսողը երբեք չի բարձրացնում ձայնը։ Իմաստով խոսացողը երբեք բարձր ձայնով չի լսում։ Երկու քայլ չես արել դհոլի տակտերեն ակորդեոնի մեղեդին խիստ աղավաղված։ Այս ցածրորակ երաժշտությունը ըստ օպերային երգչի ազդում է հատկապես զբոսաշրջիկների վրա։ Սխալ պատկերացում են ունենում հայկականի մասին, եւ այս տակտ մեղեդիները մեղմ ասած օպերայի կատարողի ականջը չեն շոյում։ Լավ կլինի, որ մեր Հայաստանում եթե ինչ-որ մի բան կատարում են, կատարեն ճիշտ է, առավել ևս եթե հայկական մեր երաժշտությունն է, կատարեն այն ճիշտը, ինչը որ գրված է։ Ուղղակի չի կարելի էլի վերցնել եւ ամեն մարդ ով ինչ ուզում է երգի, կամ ով ինչ ուզում է նվագի իր մեկնաբանությունը, ինքը որոշում է այսպես ուրեմն պիտի մեկնաբանի։ Բարձրախոսներով հնչող աղմկոտ կատարումները ոչ միայն աղավաղում են քաղաքի մշակութային դիմագիծը, այլև անհանգստություն պատճառում տեղի բնակիչներին ու անցորդներին։ Մասնագետներն ասում են, փողոցային երաժշտությունը ընդունված պրակտիկա է, միայն թե մեզանում մշակութային նշաձողն են իջեցրել ու արժե զրկել։ Մարդիկ կա, որ ուղղակի դիլետանտ են, չեն հասկանում, այնքան որ երկու ձայն են անում, որ իրանց փոխվի։ Բայց այս դեմոնստրատիվ ձևով լավ երաժիշտը, երբ որ հասկանում են ասելիք ունի, որպես երաժիշտ փողոցում նվագում է, իրենց անպայման վճարում են եւ նորմալ։ Պետք է կառավարեն պատկան մարմինները եւ ամեն մեկին թույլ չտան, որպեսզի ով որտեղ ուզենա կանգնի, իր համերգը տա, Հյուսիսային պողոտայով քայլում ես, ամեն երկրորդ քայլափոխին մի ուրիշ երաժշտության ձայն ես լսում, միանշանակ տհաճ։ Աղմուկ աղաղակը մշակույթ չէ, ամեն մեկն էլ երաժիշտ չէ, ասում են մասնագետներն ու նկատում։ Երևանյան փողոցներում հնչող երգերի մեծ մասը ոչ մի կապ չունի մեր հայկական մշակույթի հետ։ Երևանի քաղաքապետարանից էլ վստահեցնում են, թե ոլորտը կարգավորվում է։ Շենք շինություններին հարակից բացօթյա հանրային վայրերում մշակութային գործունեություն կարող է իրականացվել բնակելի հասարակական նշանակության շենքերի շինություններից առնվազն 10 մետր հեռավորության վրա ժամը 10-ից 21-ը, իսկ դրանից հետո մինչև 23-ը, այդ տարածքներից առնվազն 100 մետր հեռավորության վրա, 23-ից հետո ըստ կարգավորումների խախտողները գործ կունենան ոստիկանների հետ։ Փող չկա, առողջապահական համընդհանուր ապահովագրությունը այս տարի էլ չներդնելու վերջին պատճառն այս մեկն էր։ Ֆիննախից էին ձևակերպել դեռ նախորդ տարվա գրեթե ավարտին, երբ խորհրդարանում 2025-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն էր քննարկվում։ Առողջապահության նախարարը չհամաձայնեց, չկիսեց այս պատճառաբանությունը, բայց մինչև փողը գտնվի, հարց առողջապահական համակարգը պատրաստ է արդյոք ապահովագրության ներդրմանը։ Նախարարի կարծիքով հասանելի ու որակյալ բուժօգնություն ունենք, խնդիրն այլ տեղ է։ Այսօր էլ Հայաստանի քաղաքացիները եւ օրեցօր աճող նաեւ օտարերկրացիները օգտվում են մեր երկրում առկա բուժ ծառայություններից։ Մեծամասամբ գոհ են մնում, բուժվում են, արդյունք են ունենում, բայց այս ծառայությունների համար վճարում են, երբ որ ստանում են այդ ծառայությունները եւ դրանք շատ ավելի թանկ են նստում մեկ քաղաքացու համար։ Այսինքն պետք է փաստենք, որ բուժ ծառայությունների ծավալը եւ որակը այսօր էլ բավարար է, բայց մենք խնդիր ունենք այդ ծառայություններից օգտվելու մասով ֆինանսական դժվարությունների պատճառով։ Մինչև առողջապահական ցուցանիշներին հասնելը իսկ ուր մնացին ժողովրդագրական տվյալները, մասնավորապես ծնունդների ու մահերի վիճակագրությունը։ Առողջապահության կազմակերպիչն է հարցնում։ Նախարար Ավանեսյանի հետ համակարծիք չէ, ասում է ապահովագրության ներդրման ապագան դեռևս մշուշոտ է ու առաջին հերթին փողը չէ խնդիրը։ Համակարգը պատրաստ չեն, համակարգը դեռ պետք է պատրաստվի։ Ծառայությունների մասով այսպես հստակ ասել, թե ծառայությունները բժշկական օգնության սպասարկման լիարժեք են, պարզապես գումար չունենք, որ գնանք սպասարկվենք, այսպես չէ, մի պարզ պատճառով, որ չունենք գնահատման գործիքներ, չունենք որակի գնահատման գործիք, չունենք նույնիսկ ամենապարզունակ բանը, ասեմ, ընդհանուր հանրապետական մակարդակով
պացիենտների գոհունակության ցուցանիշը ներկայացնող գոնե բարդակ։ Իսկ ով է իրականացնելու ապահովագրությունը, նախարարը հայտարարել է, որ մեր երկրի համար ամենաօպտիմալ տարբերակը պետական մեկ միասնական հիմնադրամի ստեղծումն է, որտեղ ներառված կլինեն սոցիալական բոլոր խմբերը, հատկապես ապահովագրական փաթեթի գինը ավելի էժան կլինի։ Փորձագետները տարակուսում են, ինչի նկատմամբ է գինն իջնելու, եթե հիմա պետական փաթեթ գոյություն չունի։ Իդեպ դեռևս քննարկումների փուլում գտնվող համապատասխան նախագծի համաձայն յուրաքանչյուր ամիս նվազագույնը 13700 դրամ ենք վճարելու այս համակարգ, բայց գինը տարեց տարի կարող է բարձրանալ ու թանկանալ։ Եթե համակարգը պատրաստ է ապահովագրության, հարց եմ տալիս, ինչու չի անմիջապես սկսում գործընթացը ապահովագրական գործունեության, որը որ նկարագրված է հայեցակարգային փաստաթղթում, այլ դրա փոխարեն նոր միջանկյալ հիմնադրամ է ստեղծվում։ Այնուամենայնիվ չարքչկված այս համակարգը երբ կգործարկվի, այս հարցն այդպես էլ պատասխան չի գտնում ու շարունակում է օդում կախված մնալ։ Կրթությունից աշխատանքը մեկ քայլ ապագա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունն է, որի նպատակն է աջակցել ուսանողներին ձեռք բերելու մասնագիտական հմտություններ եւ ապահովել նրանց զբաղվածությունը։ Փորձում ենք այսպես ամբողջական փաթեթ տրամադրել ուսանողներին, այն է տրամադրել ուսման վճարի 80%-ը, այսինքն փոխհատուցել, ուսանողներին փորձում ենք ապահովել լավագույն գործընկեր կազմակերպություններում մասնագիտական պրակտիկայով։ Բացի այդ, ունենք թոփ մենեջերներ մեր գործընկեր կազմակերպություններում, ովքեր պատրաստակամ են ապահովել մասնագիտացված դասընթացներ ուսանողներին, որից հետո լավագույն ուսանողներին ընդգրկում ենք հենց համապատասխան կառույցներում հիմնական աշխատանքի։ Ծրագրում ներառված են Հայաստանի պետական եւ հավատարմագրված բուհերի 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները, ինչը նրանց պրակտիկայի եւ մասնագիտության վրա կենտրոնանալու հնարավորություն կտա։ Ավարտելուց հետո էլ ուսանողները կունենան աշխատանքային փորձ։ 2 տարիների ընթացքում ծրագրով աջակցել են 40 ուսանողի, որոնցից 32-ն արդեն ունեն հիմնական աշխատանք։ Բարեգործական հիմնադրամին գործընկերներ են միացել նաեւ կրթության եւ պետական գերատեսչություններից։ Մենք հանդիսանում ենք հարթակ, որտեղ որ ուսանողները կարող են իրենց կարողությունները զարգացնել եւ միևնույն ժամանակ մենք մտածում ենք մեր կադրային քաղաքականության փոփոխության մասին։ Այս փոխգործակցությունը բավականին էական արդյունքներ է տվել եւ մեր հիմնական մոտեցումը ոչ միայն մասնագիտական ուղղվածության վրա զարգացումն է, այլ նաեւ արժեքային հենքով առաջնորդվող երիտասարդների ներգրավումն է։ Մենք նախաձեռնել ենք շատ տարբեր բարեփոխումներ, տարբեր ուղղություններով եւ այդ բոլոր ուղղությունների ու փոփոխությունների հիմքում շատ կարեւորում ենք սոցիալական ոլորտի աշխատուժի հմտությունների զարգացումը, ապագա հիմնադրամի հետ համագործակցում ենք, որպեսզի սոցիալական աշխատողներ ներգրավվեն ծրագրում, շատ հուսով ենք, որ սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող մեր երիտասարդները կներգրավվեն ծրագրում եւ նրանց հետ աշխատելով մենք կկարողանանք մեր պետական սոցիալական ծրագրերը, ծառայությունները համալրել որակյալ կադրերով։ Հնգամսյա տևողությամբ ծրագիրը ուսանողներին թույլ է տալիս ստեղծել կամուրջ ակադեմիական կրթության եւ աշխատաշուկայի միջև, նպաստում է մասնագիտական զարգացմանը, խթանում երիտասարդների զբաղվածությունը եւ մեծացնում գործատուների ու ապագա մասնագետների կապը։ Արդյունավետության հիմքն էլ դասընթացների, պրակտիկայի եւ ֆինանսական աջակցության համադրությունն է։ Այս ուսումնական տարում առաջին անգամ կգործի այն կարգավորումը, որի համաձայն երեխան, որը 6 տարեկանից ավելի մեծ է, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանում եւ կրթություն ստանա համապատասխան դասարանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա հիշեցրել է, որ դեռևս նախորդ տարի է ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել, որ երեխաները սովորելու են իրենց համապատասխան տարիքային խմբերում, համապատասխան դասարաններում բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ անհապաղ բանակցություններ սկսելու Դոնալդ Թրամփի կոչից հետո հայտարարել է, որ հինգշաբթի օրը Պուտինին անձամբ կսպասի Ստամբուլում։ Մայիսի 13-ից մենք ակնկալում ենք զինադադար ամբողջական եւ տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի։ Իմաստ չկա շարունակել սպանությունները եւ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում անձամբ, հուսով եմ, որ այս անգամ ռուսները պատճառներ չեն փնտրի, թե ինչու չեն կարող, Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
Հռոմի Լեո 14-րդ պապը հանձնառություն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհում խաղաղությունը տիրի։ Նա վերահաստատել է Սուրբ Աթոռի պատրաստակամությունը հնարավոր ամեն ինչ անելու, օգնելու դեմ առ դեմ բերել թշնամիներին, որպեսզի նրանք խոսեն միմյանց հետ, եւ ժողովուրդներն ամենուր հույս գտնեն եւ վերականգնեն խաղաղության արժանապատվությունը։ Հռոմի պապը կոչ է արել երկխոսել եւ չբաժանել հակամարտության կողմերին վատերի ու լավերի։ Ճապոնական Nissan ավտո արտադրողը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կրճատելու է եւս 11,000 աշխատատեղ եւ փակելու է 7 գործարան։ Չինաստանում վաճառքի անկումը եւ Միացյալ Նահանգներում նրա երկու ամենամեծ շուկաներում մեծ զեղչերը ծանր հարված են հասցրել եկամուտներին։ Վերջին կրճատումները ընկերության կողմից անցյալ տարի հայտարարված կրճատումների ընդհանուր թիվը հասցնում են մոտ 20,000-ի կամ աշխատուժի 15%-ի։ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ են տեղի ունենալու աշխատատեղերի կրճատումները։ Քիմ Քարդաշյանը Փարիզի դատարան է ներկայացել 2026 թվականի կողոպուտի գործով շքեղ $3 միլիոն արժողությամբ ադամանդե վզնոցով։ Նա դատարանում ցուցմունք է տվել ավազակախմբի անդամների դեմ, ովքեր զենքի սպառնալիքով թալանել էին իր հյուրանոցային համարը։ Քարդաշյանը սև բաճկոնով, կիսաշրջազգեստով եւ արևային ակնոցներով ձեռքով է արել ամբոխին եւ մամուլին։ Ուժգին քամին հանգստյան օրերին Երևանում ու մարզերում ավերածություններ է գործել, ծառեր տապալել։ Խորենացի Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում քամու հետևանքով ծառն արմատից պոկվել ու տապալվել է։ Վնասվել է խաչմերուկում տեղադրված երթևեկությունը, կարգավորող ցուցանակը, բարեբախտաբար տուժածներ չեն եղել։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, իսկ Երևանի քաղաքապետարանի եւ կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից մի քանի ժամ որևէ ներկայացուցիչ չի ժամանել։ Երթևեկության ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակն է վնասվել։ Իսկ ահա Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում քամին բնակչի տան թիթեղյա տանիքն է պոկել ու շպրտել։ Այն ընկել է 7-րդ փողոցում կայանված մեքենայի վրա։ Ինչ է, բնակելի է, թե։ Հա, բնակելի է։ Երկու չկար հավաքել են քրեշը։ Կոտրվել է նաև տեղադրված բետոնե էլեկտրասյունը, մի ամբողջ փողոց հոսանքազրկվել էր։ Օպերատիվ են գործել միայն փրկարարության Վաղաշապատի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Նրանք հատուկ սարքավորումներով փողոցից հեռացրել են թիթեղյա տանիքն ու փայտե կառուցատարերը։ Երջանիկ պատահականությամբ բարեբախտաբար ուժասեր չկան, սակայն քաղաքացում պատճառել խոշոր չափի նյութական վնաս։ Բարեբախտաբար տուժածներ չեն եղել, ու չնայած որ գյուղացիները հայտնել են, թե համայնքի ղեկավարի աշխատակազմին ու Էլցանցին եւս տեղեկացրել են, սակայն այնտեղից որևէ աշխատակից չէր ժամանել։